Դիտեք առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։ UNICEF-ը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը եւ հանրային հեռուստաընկերությունը ներկայացնում են։ Կարծում եմ, որ հղիության պլանավորումը գիտակցված որոշում է, որը օգնում է ճիշտ գնահատել առողջական վիճակը եւ անվտանգ պայմաններ ստեղծել ապագա հղիության համար։ Շատերը հղիության լուրն իմանալուց հետո խուսափում են դիմել բժշկի, բայց դա առաջին կարևոր քայլն է, որ կանայք պիտի անեն հետագա անցանկալի խնդիրներից խուսափելու համար։ Կարծում եմ, որ երեխայի պլանավորումը միայն կնոջ պատասխանատվությունը չէ, տղամարդը նույնպես պետք է մասնակցի երեխայի պլանավորմանը, քանի որ տղամարդու առողջ լինելուց կախված է ապագա երեխայի առողջությունը եւ գենետիկա առողջությունը։ Իրականում առաջին հղիության բարեհաջող ընթացքը երաշխիք չէ, որ երկրորդ հղիության ընթացքում էլ ամեն ինչ լավ կանցնի, դրա համար անհրաժեշտ է անցնել բոլոր հետազոտությունները եւ դիմել մասնագետի։ Ինչ հագցնել նորածնին ծննդատնից դուրս գրելու օրը։ Ինչ միջուկով կլինի 40 օրականի տորթը։ Որ լուսանկարչին պատվիրել երեխայի առաջին ֆոտոսեսիան։ Մենք կարևորում ենք նորածնին առնչվող ամեն մանրուք ու պլանավորում ենք վաղօրոք։ Բայց արի ուտես, որ բարդությամբ ու կարևորությամբ անհամեմատելի մի հարց շատերն այդպես էլ չեն պլանավորում։ Վստահ եմ կռահեցիք, խոսքը հղիության պլանավորման մասին է։ Թեմա, որը լսարանին բաժանում է երկու բանակի։ Առաջինում մարդիկ են, որոնք համոզված են, հղիության պլանավորումն ընդհանրապես ավելորդ զգուշավորություն է, իսկ երկրորդում նրանք, ում համոզմամբ հղիության պլանավորումը խնդիրները ժամանակին հայտնաբերելու, հղիության ընթացքում առաջացող ռիսկերը նվազեցնելու եւ բնականոն ծննդաբերության հավանականությունը մեծացնելու հնարավորություն է։ Իսկ որ բանակից եք դուք։ Ծնողական ժողովում այսօր խոսելու ենք հղիության պլանավորման, հղիությանը նախապատրաստվելու մասին։ Միացեք քննարկմանը։ Բարև ձեզ, հարգելի ծնողներ։ Շնորհակալություն, որ ընդունել եք մեր հրավերն ու այսօր ծնողական ժողովում եք։ Ինչպես նախաբանում ասացի, մեր հասարակությունը ու կարծում եմ, որ ոչ միայն մերը, բաժանվում են երկու բանակի։ Այն մարդիկ, ովքեր գտնում են, որ հղիության պլանավորումը շատ պարտադիր գործոն է, եւ այն մարդիկ, ովքեր համարում են, որ սա պարզապես ճոխություն է։ Կարծում եմ, մեր քննարկմանը ճիշտ ընթացք տալու համար պետք է հասկանալ, թե որ բանակից եք դուք։ Խնդրեմ Էլեն։ Իրականում պլանավորումը շատ ճիշտ է իմ կարծիքով։ Նախ դու հոգեպես, ֆիզիկապես պետք է պատրաստ լինես դրան, որովհետև շատ մեծ պատասխանատվություն է երեխա լույս աշխարհ բերելը, երեխային մեծացնելը։ Ես երկու բալիկ ունեմ ու դա իրոք շատ մեծ պատասխանատվություն է։ Իրականում իմ երկու հղիությունները պլանավորած չեն եղել, շատ պատահական է ստացվել, բայց մենք ուզում էինք հենց այդ տարիքային տարբերությամբ երեխաներին ունենալ ու հենց այդպես էլ ստացվել։ Ու շատ ողջունելի է, որ հիմա ծնողները ձգտում են նրան, որ պլանավորում են երկուսով, զույգերով պլանավորում են ու իրար հարմարեցնում են, թե երբ ունենան երեխա, մի խոսքով ամեն շատ ճիշտ է գնում հիմա։ Պլանավորել թե չպլանավորել, ինչպես եք վարվել դուք։ Երևի ռոմանտիկ պատասխան տամ, առաջինը չպլանավորել, այսինքն սպասել այդ հրաշքին, որովհետև դու ինքդ չգիտես ինչ է քեզ սպասվում, բայց կարծում եմ երկրորդը ունենալու, չունենալու այդ որոշմանը հանգելու գալու համար անհրաժեշտ է մտածել, որովհետև եւ սոցիալապես, եւ ֆինանսապես, եւ ամենակարևորը հոգեպես եւ ֆիզիկապես դուք երկուսդ զույգերի մասին է խոսքը, պիտի պատրաստ լինեք երեխայի աշխարհ գալուն։ Իրականում շատ հաճախ է հանդիպում, երբ առաջին երեխան չեն պլանավորում եւ գալիս են երկրորդ երեխայի պլանավորման։ Իհարկե նման պարագայում կնվազեն հնարավոր ռիսկերը բեղմնավորման հետ կապված եւ կմեծացեն առողջ երեխա ունենալու շանսերը։ Օվսաննան հենց հիմա այդ հրաշալի սպասման օրերն է վայելում, օրերն ու ամիսները, եւ ուզում եմ ձեզ հարցնել դուք որպես ամուսնական զույգ, ինչպես եք վարվել, սպասել եք հենց այդ նախախնամությանը, թե երբ Աստված կպարգևի այդ երջանկությունը, թե պլանավորել եք ելնելով ինչ-ինչ հանգամանքներից։ Մենք ամուսնացած ենք արդեն 4 տարի, սկզբի տարիներին չենք պլանավորել բալիկ ունենալ եւ հետեւաբար չենք էլ նախատեսել, իսկ հետո երբ արդեն պլանավորեցինք, հասկացանք, որ մենք պատրաստ ենք, երկուսս էլ գնացել ենք հետազոտությունների, բացառել ենք ավելորդ ստրեսը, ինչ որ ուտելիքները, որոնք չարժի օգտագործել եւ այլն, չնայած այդպիսի շատ խնդիրներ չենք ունեցել, օրինակ Անդրանիկը չի ծխում, չի խմում եւ այդպիսի շատ բացառություններ չենք արել եւ հետո երբ ամեն ինչ նորմալ է եղել, նոր սկսել ենք պլանավորել։ Տեսեք, մեր հասարակության մեջ նաև մի տարածված կարծրատիպ կա, որ նույնիսկ եթե
պատրաստվում ենք, ստուգումներ ենք անցնում, դա վերաբերում է միայն կնոջը։ Անդրանիկ, ենթադրում եմ, որ դուք այդ տղամարդկանցից չեք եւ գիտակցում եք ձեր պատասխանատվության Իհարկե գիտակցում, նախ կարծում եմ, որ զույգը նախ հոգեպես պետք է պատրաստ լինի ծնող դառնալուն, հետո արդեն գնա բժշկի մոտ, ես ինքս գնացել եմ ուրոլոգի, անդրոլոգի մոտ, անցել եմ մի շարք ստուգումներ, վստահ լինելու համար, որ հետագայում արդեն պտղի հետ ամեն ինչ նորմալ է ու երեխան ոնց որ կարող ենք արդեն պլանավորել։ Բնականաբար տղամարդիկ նույնպես պիտի անցնեն մինչև հղության պլանավորումը որոշակի հետազոտություններ։ Ազնվության համար նշենք, որ հաճախ տղամարդկանց հետազոտությունները ավելի քիչ են։ Իհարկե հիմա երիտասարդները շատ պատասխանատու են եւ հղության պլանավորման հարցին նույնպես շատ պատասխանատու են վերաբերում։ Մենք քննարկեցինք ձեր օրինակները, բայց ուզում եմ, որ ձեր օգնությամբ դիտարկենք նաև մեր շրջապատը, մեր միջավայրը, ինչպիսի օրինակներ եք նկատում եւ ինչպես են վերաբերել օրինակ այն հանգամանքին ձեզ շրջապատող մարդիկ, որ դուք մի քանի տարի շարունակ ասել եք, որ հիմա ժամանակը չէ, որովհետեւ բազմակետ։ Ինչպիսին է եղել արձագանքը ձեր շրջապատի։ Մեր շրջապատում շատ լավ են վերաբերել, այսինքն այդպես խնդիր չի եղել, եւ ծնողները ի դեպ, եւ բարեկամները իհարկե հարցնում էին, բայց ոչինչ։ Ընկերները ինձ թվում է ավելի հասկացող են այս դեպքում, որովհետեւ իրենք էլ հասկանում են, թե ինչ իրավիճակում է, օրինակ, երբ զույգը նոր է ամուսնանում, ենթադրենք չունի բնակարան, նախատեսում է գնել բնակարան, ունենալ ավելի կայուն ֆինանսական եկամուտ, կենցաղը կիսելու հարցում լինել ավելի հաշտ, նոր արդեն անցնել ավելի պատասխանատու փուլ եւ պլանավորել բալիկ։ Դրա համար կարծում եմ մեր շրջապատը ընկալող է եղել եւ խնդիրներ չեն եղել։ Անընդհատ այսպես մեզ չեն ասել։ Այ հետևորդների կողմից, քանի որ ես Instagram բլոգ եմ վարում, այդ ճնշումը մի փոքր եղել է, բայց դա էլ ես փորձել եմ մարզել նաեւ իրենց, որ իրենք էլ շատ հարցեր չտան եւ ընկալեն, որ դա յուրաքանչյուրի որոշումն է եւ չկա ճիշտ կամ սխալ ժամանակ, յուրաքանչյուրը ինքն է որոշում, թե որ պահին է պատրաստ։ Ուղղակի տվյալ դեպքում, երբ զույգը մի որոշակի շրջան պլանավորում է հետաձգել երեխա ունենալու հարցը, խորհուրդ կտամ հստակ գնահատել վերարտադրական առողջությունը եւ այնուհետեւ կայացնել նման որոշում։ Իսկ փորձել եք արդյոք ձեր լսարանին նաև կոմունիկացնել այդ գաղափարը, որ զույգն ինքն է որոշում, ինքն է պլանավորում, գիտի իր կյանքի այն փուլը, որտեղ ինչ հանգամանքներ դասավորվում են այնպես, որ տվյալ ամուսնական զույգը գտնում է, որ հիմա է ժամանակը։ Փորձել եք լսարանի վրա ազդել, կրթել։ 4 տարի շարունակ իմ պատասխանատվությունն եմ համարել, կրթել եւ համոզել իրենց, որ դա նորմալ է եւ կարծում եմ շատերը իրենց կարծիքը նաեւ փոխել են մեր օրինակի շնորհիվ, որովհետեւ մենք օրինակ շատ ճամփորդել ենք եւ շատերը նույնիսկ մեր մոտեցումը գնահատել են եւ իրենք էլ որոշել են, որ այ կարելի է նաեւ այսպես։ Հրաշալի է, որ այս օրինակը կարելի է նաև ցույց տալ հասարակությանը։ Այստեղ մեր մյուս մայրիկները, մասնավորապես Էլենը, օրինակներից մեկն է, երբ հղիությունը անակնկալ է, եւ հետաքրքիր է ինչպիսին է եղել ձեր արձագանքը, ձեր հոգեբանական վիճակը, երբ օրերից մի օր հասկացել եք, որ մայրիկ եք դառնալու։ Պլանավորման պարագայում մի փոքր կարծես նաև հոգեբանական նախապատրաստություն ենք անցնում։ Իրականում առաջին հղիության լուրն իմանալու ժամանակ շատ դժվար էր, որովհետև կյանքդ լիովին փոխվում է, նախ դու նոր ես ամուսնացել, նոր պետքա հարմարվես այդ կարգավիճակին, որ դու արդեն մենակ չես, տուն ես կողակից, ում հետ քո ամեն օրն է անցնում, այդ ամեն ինչը հերիք չի, այսպես ասած, մի հատ էլ դու արդեն հղի ես, իրական շատ դժվար էր սկզբի ընթացքը, հետո ես շատ դժվար հղիություն եմ տվել առաջին բալիկի ժամանակ, բայց դե ժամանակի ընթացքում ամեն ինչ կարգավորվում է։ Իհարկե այս դեպքում, երբ հղիությունը անակնկալ է եւ զույգը մինչ հղիությունը չի դիմել բժշկի պլանավորման համար, ցանկալի է հնարավորինս շուտ դիմել բժշկի, հնարավոր խնդիրները վաղ հայտնաբերելու եւ կորեկցիաների համար։ Ովսաննենց պարագայում, երբ որ իրենք երկար ժամանակ բալիկ չէին պլանավորում, կա հակառակ կողմը, որ մարդիկ այդ դեպքում մտածում են, որ միանգամից խնդիր կա, հա, միշտ այդ խոսացողները կան, որ եթե դու երկար ժամանակ ամուսնացած ես, բալիկ չունես, ուրեմն հաստատ խնդիր ունես, դու ինչքան էլ ուզում ես համոզի, որ դու չես պլանավորում, բայց միևնույն է իրենք այդպես են մտածում, իրական դա շատ վատ է, որ այդ մտածողությունը դեռ կա։ Առաջին բալիկից հետո, երբ որ արդեն դու ամեն ինչ ավելի լավ գիտես, ավելի փորձառու ես, երկրորդի հետ մի քիչ ավելի հեշտ է լինում։ Ես իմ փորձից էլ եմ ասում, որ երկրորդ բալիկի հետ ավելի հեշտ է հաստատ։ Շատ լավ, եթե պլանավորման կողմնակից եք ձեզ համարում ու գտնում եք, որ դա ճիշտ տարբերակ է, պլանավորման մեջ ինչ եք ենթադրում, ինչ եք հասկանում։ Ինչպես ավագ սերունդն ասում է, յուրաքանչյուր երեխա իր հետ հաջողություն է բերում եւ կմեծանա բալիկը, բայց շատ կարևոր է, որ ծնողները հասկանան, որ իրենց բալիկը ու կապ չունի դա առաջինն է, երկրորդը չէ, չորրորդը, պիտի ունենա իր տունը, իր սենյակը, իր օրորոցը,
բոլոր պայմաններ, այսինքն այստեղ իհարկե նաև ֆինանսական ատրիբուտն է առաջանում, բայց ամեն դեպքում ոչ թե տորթի միջուկ ընտրել 40 օրականի կամ 2 տարեկանի, բայց ապահովել մտովի եւ ֆինանսապես եւ հոգեպես այդ երեխայի ընթացքը, այսինքն եւ մանկապարտեզի, եւ դպրոցի, եւ բնակության վայրի, եւ առողջական, այսինքն յուրաքանչյուր բան, յուրաքանչյուր դետալ պիտի կարևոր լինի ծնողի համար, իհարկե գիտակցված ծնողավարության դեպքում։ Այսինքն պլանավորում նկատի ունենք նաև այսպես հեռահար պլանավորում։ Այո, միանշանակ, որովհետև դու պիտի հասկանաս, որ եւ սոցիալական եւ ֆինանսական բաղադրիչով անպայման, որովհետև ես ինքս 2 ծնունդների դեպքում չեմ գնացել դեկրետ, աշխատել եմ այդ ընթացքում, որովհետև կարծել եմ, որ երեխաներս հետո ինչ շնորհակալություն են հայտնելու աշխատանքը չթողնելու, նաեւ կարիերայով զբաղվելու համար։ Ես այդպես եմ մտածել, որովհետև ավակ սերունդը միշտ մտածել է, որ չէ, եթե երեխան ծնվում է, դու ամեն ինչ պիտի թողնես ու միայն իրենով զբաղվես, իսկ ես կարծում եմ, որ հենց երեխաներիդ համար պիտի անես այն ինչ որ ճիշտ ես գտնում եւ մի օր իրենք դրա համար քեզ շնորհակալություն հայտնելու են հաստատ։ Հղիության պլանավորման հետ կապված բազմաթիվ միֆեր կան ու պատկերացումներ, որոնք միշտ չէ, որ համապատասխանում են իրականությանը։ Դրանցից մի քանիսը լսելու եւ հերքելու համար կազմակերպել ենք հարցախույս։ Ահա եւ արդյունքը։ Հղիության պլանավորումը ճոխություն է եւ իմաստ չունի, եթե զույգն առողջ է։ Միֆ է, թե իրականություն։ Բայց իրանք 100% վստահ կլինեն, որ առողջ են։ Ինչ պետք է ստուգվեն, որ իմանան առողջ են թե ոչ։ Կարծում եմ որոշ դեպքերում այո, ճոխություն կարելի է համարել, եթե առողջ է կասկածներ չունեն, կարծում եմ պլանավորել, հետազոտվել նախապես կարիք չկա։ Իհարկե միֆ է։ Ինչու՞։ Որովհետև ոչ ոք չի կարող իմանալ հստակ ինքը իրոք առողջ է, թե խնդիրներ ունի, երբեմն այնպիսի թաքնված բաներ կան, որոնց մասին մենք նույնիսկ երազում էլ չենք կարող պատկերացնել։ Այո, իմաստ չունի, կարծում եմ, որ իմաստ չունի։ Միֆ չի, իրականություն է դա։ Միանշանակ միֆ է, որովհետև շատ դեպքեր կան, շատ հիվանդություններ, որոնք կարող են լինել, բայց կլինիկորեն չարտահայտվել։ Բնականաբար զույգը թե տղամարդը թե կինը չգիտի, որ ինքը խնդիր ունի, եւ այդ պարագայում բնականաբար պետք է հետազոտվի, որպեսզի եթե ինչ-որ խնդիրներ կան հայտնաբերվեն, եթե կան բնականաբար լուծվեն, բուժվեն։ Օրինակ տղամարդկանց մոտ մանկական հասակում պարոցիտները շատ հաճախ խնդիրներ կարող են առաջացնել, արդեն մեծ տարիքում սերմի որակի հետ կապված, որը տղամարդը չի իմանա այդ մասին, մինչև առաջին անգամ հետազոտություն չարվի, ասենք օրինակ սերմի որակի համար սպերմոգրամմա չհանձնվի, կամ ասենք կնոջ մոտ կամ նույն տղամարդու մոտ երիտասարդ տարիքում հնարավոր են ինչ-որ ինֆեկցիաներ կամ վիրահատություններ, շատ հաճախ ասենք աղջիկ երեխաների մոտ կատարվում է ապենդեկտոմիա, կույրաղիքի, այսպես ասած հեռացում, որի հետևանքով կարող է ձվարանի կամ փողի հետ կապված խնդիրներ առաջանան, որոնք իրենք արդեն մեծ հասակում չեն գիտակցում, չգիտեն, պետք է հետազոտվել բնականաբար, որպեսզի եթե կա այդ խնդիրը հայտնաբերել։ Հղիության պլանավորումը սկսվում է այն պահից, երբ բժիշկը հաստատել է, որ կա հղիություն։ Միֆ է, թե իրականություն։ Հղիության պլանավորումը սկսվում է մի քանի ամիս առաջ, իսկ արդեն եթե կա հղիություն, էլ պլանավորում չկա։ Իրականություն է։ Հղիությունից հետո չեն պլանավորում, սկզբից են ստուգում, որ հասկանան առողջ կլինի այդ երեխան, թե չէ։ Այդպես է, բժշկի հաստատելուց հետո նոր սկսվում է հետազոտության փուլ։ Կարծում եմ միֆ է։ Դրանից առաջ պետք է այդ ամենը լինի։ Իրականություն։ Իհարկե միֆ է սա, որովհետև եթե կա հղիություն, այլևս ինչ պլանավորման մասին է խոսքը, իսկ եթե պլանավորում պետք է լինի բեղմնավորումից առնվազն 3 ամիս առաջ։ Հղիությունը պլանավորելիս զույգը բացի գինեկոլոգից պետք է պարտադիր այցելի նաև այլ մասնագետների։ Միֆ է, թե իրականություն։ Սկզբից այցելում են գինեկոլոգի, եթե կարիք է լինում, գինեկոլոգը ուղղորդում է այլ բժիշկների մոտ։ Իրականություն է, որովհետև պետք է անպայման դիմեն այլ մասնագետների հասկանալու համար արդյոք կա առողջական այլ խնդիրներ թե ոչ։ Նոր պլանավորել։ Չէ, միֆ է դա։ Պարտադիր չէ։ Կարծում եմ այո, որովհետև գինեկոլոգիան ինքը ավելի նեղ մասնագիտական ոլորտ է, կարող այլ խնդիրներ լինեն այդ մարդկանց մոտ, ինչի՞ չայցելեն, որ Պարտադիր չի, բայց ցանկալի է, ես կարծում եմ։ Սա մասամբ իրականություն է, որովհետև զույգերի մոտ բացի գինեկոլոգիական կամ անդրոլոգիական խնդիրներից կարող են լինել նաև սոմատիկ խնդիրներ, որոնց կապակցությամբ բնականաբար պետք է դիմել արագից բժիշկների, խնդիրը հայտնաբերելու կամ եթե արդեն ախտորոշում են հայտնաբերված բուժման եւ օրգանիզմը պատրաստելու հղիության։
Միանշանակ պետք է առաջինը դիմել գինեկոլոգի, եթե կգտնեն խնդիրներ, որ կան սոմատիկ խնդիրներ, գինեկոլոգը արդեն կուղղորդի ավելի կոնկրետ նեղ մասնագետների մոտ։ Եթե չունեն այլ խնդիրներ, բնականաբար կզբաղվի գինեկոլոգը, անհրաժեշտության դեպքում նաև անդրոլոգը տղամարդկանց պարագայում։ Փաստորեն հղիության պլանավորումը դեռ կարող է ընկալվել իբրև ճոխություն կամ անիմաստ զբաղմունք։ Թե ինչու դա այդպես չէ, կօգնի հասկանալ Մարգարյան ծննդատան մանկաբարձ գինեկոլոգ վերարտադրողաբան Շուշան Մաթևոսյանը։ Բարև ձեզ։ Ողջույն։ Շնորհակալություն, որ այսօր ծնողական ժողովում եք։ Լսեցիք արդեն մեր քննարկումը, որ սկսել ենք ծնողների հետ, պարզ է դարձնում, որ ծնողները, գոնե երիտասարդ ծնողները գիտակցում են հղիության պլանավորման կարևորությունը եւ հիմնականում հենց այդպես էլ վարվում են։ Պետք է խնդրեմ օգնեք մեզ հասկանալ, եթե ամուսնական զույգը ունի առերևույթ առողջական խնդիրներ, հայտնի չեն պաթոլոգիաներ, բայց պատրաստվում են երեխա ունենալ, այս պարագայում ինչու եւ որքանով է կարեւոր նախնական ստուգումների փուլը ապագա ծնողների համար։ Իրականում հղիության պլանավորումը իրենց ներկայացնում է որոշակի բժշկական եւ նաեւ վարքագծային փոփոխություններ, որը նպատակն է տղամարդու եւ կնոջ օրգանիզմը նախապատրաստել բեղմնավորմանը եւ առողջ երեխայի ծնունդին։ Հետեւաբար այս շրջանը, որը որ ընտրում ենք հղիության պլանավորման համար կամ զույգը որոշում է կատարել պլանավորում, հենց ուղղված է հաջող բեղմնավորման եւ առողջ երեխայի ծնունդին։ Այսինքն նույնիսկ եթե զույգը չի նշում որոցե խնդիրներ կամ չունի հայտնաբերված խնդիրներ, այս этап օգտագործվում է հենց այդ խնդիրներին, նույնիսկ փոքրիկ խնդիրների հայտնաբերմանը եւ կորեկցիան, որը որ կապահովի արդեն առողջ երեխայի ծնունդ։ Մասնագետներից հաճախ ենք լսում, որ պետք է նախատեսել 3 ամիս նախքան ցանկալի ժամկետը, այդպիսի մի նախապատրաստական փուլ, որի մասին դուք ասում եք, ինչու հատկապես 3 ամիս եւ ինչ է պետք անել այդ շրջանում։ Իրականում 3 ամիսը որոշակի ժամկետ է, երբ եւ տղամարդկանց եւ կանանց մոտ սեռաբջիջները որոշակի զարգացման փուլ են անցնում եւ հենց այս 3 ամիսը դրանով է պայմանավորված։ Եթե զույգը չի նշում, որ այդ ընթացքում չի հայտնաբերում որոշակի խնդիրներ, ապա այդ փոքր կորեկցիաների միջոցով միկրոէլեմենտների կամ վիտամինների լրացումների միջոցով կարող ենք հասնել այս մինիմալ 3 ամիս ժամկետում լավագույն արդյունքների։ Թե պարտադիր ինչ կետերից է բաղկացած հղիության պլանավորումն ու նախապատրաստումը այդ շրջանին, առաջարկում եմ քննարկենք ծնողների հետ, խնդրում եմ տեղափոխվենք տաղավարի մյուս հատված։ Իսկ հիմա պետք է խաղ խաղանք, սիրելի ծնողներ եւ ապագա ծնողներ։ Ես ունեմ հարցեր եւ ձեզ համար նախապատրաստել ենք ճիշտ է ու սխալ է գրություններով վահանակներ։ Ձեր վերաբերմունքը այս հարցերին, այս ձևակերպումներին պետք է ցույց տաք վահանակների միջոցով, իսկ բժիշկը կմեկնաբանի, թե որն է բժշկության, գիտության կողմից ընդունելի տարբերակը։ Պետք է խնդրեմ վերցնեք վահանակները։ Հղիությանը նախապատրաստվելիս ու նաև հղիության ընթացքում կինը կարող է չնվազեցնել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը։ Ճիշտ է, թե սխալ է այս մոտեցումը։ Շարունակել առավոտյան վազել, շարունակել ծանր գնումներով տուն գալ խանութի, բայց մի քիչ հարաբերական է դա։ Հա, կախված է թե ինչ աշխատանք։ Օրինակ մարդիկ, ովքեր ուժային մարզումներ են արել մինչ դա էլ, իրենց ինձ թվում է թույլատրվում է նաև հղիության ընթացքում։ Իսկ եթե չես արել ու մի անգամից սկսես, դա ինձ թվում է անթույլատրելի է։ Կախված իրավիճակից։ Ընթացքն էլ պետքա բժշկի ցուցումով լինի։ Այստեղ նաև ելնելով ձեր մեկնաբանություններից պետք է խնդրենք բժշկին, որ տարանջատի եւ սահմանի ֆիզիկական ակտիվություն եւ ծանրաբեռնվածություն հասկացությունները։ Իրականում այստեղ ճիշտ կարտիկներ հնչեցին, այն ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, որը որ կինը ունենում է մինչև հղիության պլանավորումը կամ արդեն հղիության ընթացքում, դա համարվում է նորմալ եւ ինքը կարող է տվյալ թույլատրված չափաբաժնով նաեւ ունենալ հղիության ընթացքում։ Եթե կինը փորձում է սկսել որոշակի ֆիզիկական վարժություններ եւ այլն եւ դա հաճախ է հանդիպում, փղները փորձում են հենց հղիության ընթացքում որոշակի ծանրաբեռնվածություն ունենալ, դա իհարկե այդքան էլ խորհուրդ չի տրվում։ Այստեղ հարցը հնչեց նաեւ ծանրություն բարձրացնելու եւ այլն, դրանք արդեն այն ծանրաբեռնվածությունն է, որից ցանկալի է խուսափել հղիության ընթացքում, բայց այն ինչ վերաբերում է մարզավիճակին, նման ծանրաբեռնվածությունը, եթե եղել է մինչ հղիությունը, ապա կարելի է շարունակել նաեւ հղիության ընթացքում։ Հղիության պլանավորման փուլում կարևոր է, որ զույգն անցնի առողջ ծննդակարգի, կրճատի էկրանային ժամանակը, կարգավորի քնի ռեժիմը, խուսափի սթրեսային գործոններից։ Իդեալական կյանքի նկարագիր, չէ՞։ Բոլոր մասնակիցներն ասում են, որ ճիշտ է, իսկ ինչ է ասում բժշկությունը։ Իրականում այո, բոլոր դեր թվարկած բոլոր կետերը ճիշտ են, իրականում պետք է ուղղակի փորձել հասնել այդ իդեալական
իրավիճակին։ Արդյոք սա հնարավոր է, թե սա իսկապես այդ Էկրանային ժամանակը կարելի է սահմանափակել, կարգավորել քնի ռեժիմը, փորձել կարգավորել քաշը կամ սննդակարգը, եթե այն այդքան էլ առողջ չէ։ Ստրեսի հետ կապված իհարկե շատ ինդիվիդուալ է եւ յուրաքանչյուրը իր համար կարող է որոշել կկարողանա արդյոք այդ մակարդակը նվազեցնել թե ոչ։ Այստեղ ուզում եմ ապագա ծնողների փորձին անդրադառնանք, այս նշված կետերից ինչն է կարողացել բալանսավորել ձեր կյանքում, գուցե կրճատել, փորձենք հասկանալ ինչն է ռեալ։ Երևի թե մեծ մասը կարողանում ենք բացի քնի ռեժիմը կարգավորելուց, քանի որ ու էկրանային ժամանակը, որտեվ իմ մասնագիտությունը ոնց որ հենց էկրանի դիմաց է մեծ մասը անցնում, միևնույն ժամանակ, քանի որ մենք աշխատում ենք ազատ գրաֆիկով, ժամային գրաֆիկ պահելը մի փոքր դժվար է։ Բայց սննդակարգ, ակտիվություն Ես երևի առավելություն ունեմ, որ fast food գազավորված ըմպելիքներ առհասարակ չեմ սիրում եւ քանի որ միշտ դա չեմ օգտագործել, հիմա էլ հիմնականում չեմ օգտագործում։ Սննդակարգը, այսինքն փորձում եմ պահել, մինչ դա քանի որ պլանավորելուց անցել եմ հետազոտություններ, համապատասխան վիտամիններ, դեղորայք ընդունել եմ։ Օրինակ գիտեմ, որ ճիշտ է ֆոլաթթվի կիրառումը չէ, 1-ից 3 ամիս առաջ սկսել կիրառել, այդ ամենը արել եմ։ Ինչը հնարավոր է եղել։ Հղիություն պլանավորող կնոջը խորհուրդ է տրվում խիստ դիետա պահել ավելորդ քաշ չհավաքելու համար։ Ես նայում եմ մեր նիհարիկ մայրիկներին։ Ինչ եք կարծում, դիետան պետք է թե չէ նախքան հղիությունը։ Ինձ թվում է քաշից է դա էլ կախված։ Ես այդպես խնդիր չեմ ունեցել, քաշս այդպես չի ավելացել։ Շատ լավ։ Կարծիքները այստեղ բաժանվեցին, կարծիք կա, որ այո, փորձում ենք պահել առողջ սննդակարգ քաշ չհավաքել եւ կա կարծիք, որ ոչ, պետք է շարունակել նույն կերպ սնվել։ Եթե խոսքը գնում է հղիության պլանավորման շրջանին, ապա իհարկե այստեղ խորհուրդ ենք տալիս պահպանել առողջ քաշը կամ կարգավորել քաշը։ Հղիության ընթացքում իհարկե երբեք խորհուրդ չի տրվում խիստ դիետաների կամ խիստ սննդակարգի պահպանում, ընդհակառակը պարտադիր բալանսավորված սննդակարգ, որը կներառի եւ սպիտակուցներ եւ ճարպեր եւ ածխաջրեր, որտեւ այդ ամենը շատ կարեւոր է պտղի նորմալ զարգացման համար։ Այսինքն հղիության ընթացքում խիստ դիետաներից եւ սննդակարգից ուղղակի հրաժարվում ենք։ Հղիության պլանավորման փուլում տղամարդը կարող է ապրել իր համար սովորական կյանքով ու չդադարեցնել ծխախոտի կամ ալկոհոլի գործածումը։ Սխալ է, բոլորն այդպես են ասում, փորձենք հասկանալ ինչու է կարևոր, որ տղամարդը հրաժարվի այս վնասակար սովորություններից։ Իրականում շատ կարևոր է մինչ հղիությունը, այսինքն այդ պլանավորման շրջանում բացառել բոլոր հնարավոր վնասակար սովորությունները։ Այս ամենը իրականացվում է նորից լիարժեք հնարավորինս առողջ սաղմ ունենալու համար եւ առողջ երեխայի ծննդի համար, որովհետեւ ծխախոտի, ալկոհոլի ուղիղ ազդեցությունը կա սպերմատոզոիդների որակի վրա, հետեւաբար նաեւ սաղմի որակի վրա։ Այսինքն սա շատ կարեւոր պայման է։ Եվ մյուս հարցը՝ հղիության պլանավորման ուղղված հետազոտություններից եւ անհրաժեշտ շտկումներից հետո բեղմնավորումը երաշխավորված է։ Այսինքն, եթե հետազոտվեցինք, բուժվեցինք, անպայման կհղիանանք։ Սխալ է, բոլորն այդպես են ասում։ Իրականում նորից ճիշտ պատասխան, որովհետև ոչ միշտ է հղիության պլանավորման համար անհրաժեշտ հետազոտությունները ենթադրում, որ պարտադիր կլինի հղիություն, որովհետև կարող ենք տարբերել հղիության պլանավորման համար կատարող հետազոտություններ եւ անպտղության ախտորոշման համար կատարող հետազոտություններ։ Դրանք շատ հաճախ ունեն որոշակի նմանություններ, բայց նաեւ հստակ տարբերություններ, հետեւաբար ոչ միշտ է, այո, այդ этапում կատարած հետազոտությունները վստահեցնում, որ անպայման կլինի հղիություն։ Եվ այսպես կարող ենք ամփոփել մեր խաղը, կարծում եմ բավականին ինֆորմատիվ էր, բավականին շատ բան իմացանք եւ մեր ծնողների մեկնաբանություններից եւ ձեր պարզաբանումներից։ Շնորհակալ եմ բժիշկ, որ այսօր ծնողական ժողովում էիք։ Կարծում եմ վերջին հարցի ու դրա հետ կապված մասնագետի պարզաբանումների տրամաբանական շարունակությունը կլինի անպտղության հաղթահարման ժամանակակից ուղիներին ու մեր երկրում դրանց հասանելիությանը անդրադառնալը։ Դիտենք մեր հատուկ ռեպորտաժը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով ամբողջ աշխարհում վերարտադրողական տարիքի յուրաքանչյուր 6 մարդուց մեկն ունի անպտղություն։ Եթե 1 տարի շաբաթական 3 անգամ կանոնավոր անպաշտպան սեռական հարաբերություն ունենալու արդյունքում հղիություն չի գրանցվում, ապա գործ ունենք անպտղության հետ։ Մասնագետներն առանձնացնում են անպտղության 2 տեսակ՝ առաջնային եւ երկրորդային։ Եթե կոնկրետ զույգի դեպքում նախկինում չի գրանցվել հղիություն, ապա անպտղությունն առաջնային է։ Իսկ եթե անցյալում գոնե 1 անգամ եղել է հղիություն, անկախ ելքից, սակայն հետագա 1 տարվա կանոնավոր սեռական հարաբերությունների արդյունքում չի հաջողվել հղիանալ, ապա անպտղությունը երկրորդային է։ Գոյություն ունեն անպտղության հաղթահարման տարբեր մեթոդներ։ Ընտրությունը կախված է անպտղության պատճառագիտությունից։
Ըստ պատճառագիտության տարբերում են կոնսերվատիվ, այսինքն դեղորայքային անպտղության բուժում եւ վիրաբուժական։ Այս երկու մեթոդների անհաջողության դեպքում արդեն դիմում ենք վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներին, որոնցից կարող եմ նշել ներարգանդային սերմնավորումը եւ արտամարմնային բեղնավորումը։ Արտամարմնային բեղնավորումը կարող է լինել սեփական սեռաբջիջներով կամ դոնորական ծրագրին մասնակցելով, ինչպես նաեւ կիրառվում է փոխնակ մոր օգնությամբ կատարվող արտամարմնային բեղնավորումը։ Նաև շատ կարևոր միջամտություն, որը սեփական սեռաբջիջների կրիոկոնսերվացիան է, այսինքն սառեցումը եւ պահպանումը, ինչպես նաեւ սաղմերի։ Այս բոլոր մեթոդները, որոնք որ կիրառվում են ամբողջ աշխարհում, բարեբախտաբար կիրառվում են նաեւ Հայաստանում։ 2019 թվականից Հայաստանում մեկնարկել է անպտղության հաղթահարման պետական ծրագիրը։ Այն հնարավորություն է տալիս զույգերին անցնել անհրաժեշտ հետազոտություններ, պարզել խնդրի պատճառները, ստանալ բուժում։ Ծրագիրը ներառում է նաև ժամանակակից օժանդակ վերարտադրողական մեթոդներ, ներարգանդային սերմնավորում, արտամարմնային բեղմնավորում։ Շահառուների տարբեր խմբերի համար աջակցության տարբեր ծավալներ են նախատեսված։ 20-ից 40 տարեկան, 2 տարի եւ ավել անպտղության ախտորոշում ունեցող անզավակ կանանց համար հասանելի է անպտղության պատճառագիտության հետազոտությունները, նրանց նաեւ ըստ անհրաժեշտության ըստ բժշկական ցուցումների կարող է իրականացվել օժանդակ սերմնավորման 6 փորձ եւ արտամարմնային բեղմնավորման 1 փորձ պետության կողմից ամբողջությամբ փոխհատուցվող եւ երկրորդ փորձը պետության կողմից մասամբ փոխհատուցվող։ Երկրորդ խումբը 28-ից 42 տարեկան անզավակ կանայք են, որոնց համար անպտղության ախտորոշումը պարտադիր պայման չէ եւ նրանց հասանելի է մինչ սերմնավորման հետազոտությունները եւ նաեւ օժանդակ սերմնավորման 6 փորձ։ Երրորդ խմբում ընդգրկված են 1 երեխա ունեցող այն ամուսնական զույգերը, որոնք ունեն երկրորդային անպտղության 2 տարվա ախտորոշում եւ կինը 20-ից 36 տարիքային միջակայքում է։ Նրանց համար նախատեսված են բժշկական օգնություն եւ սպասարկում, անպտղության պատճառների բացահայտում, բուժական որոշակի միջամտություններ, ներարգանդային սերմնավորման 6 փորձ եւ արտամարմնային բեղմնավորման 1 փորձ։ Իսկ 4-րդ խմբում զոհված ծնծառայողների ծնողներն են, որոնց համար փաթեթի շրջանակում իրականացվում են անպտղության պատճառագիտություն, բուժական որոշակի մեթոդներ, ներարգանդային սերմնավորման 6 փորձ, արտամարմնային բեղմնավորման 1 փորձ պետական ամբողջական փոխհատուցմամբ եւ երկրորդ փորձը որոշ փուլերի փոխհատուցումով։ Փոխնակ մոր եւ դոնորական ձվաբջիջների ծառայությունները ներառված չեն անպտղության հաղթահարման այս ծրագրի մեջ, սակայն զոհված ծնծառայողների ծնողների համար այն փոխհատուցվում է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից։ Անպտղության հաղթահարման ծրագիրը հնարավոր է դարձրել 1661 երեխայի ծնունդ։ Նրանցից մոտավորապես 550-ը ծնվել են նախորդ տարվա ընթացքում, իսկ 150-ը 2026 թվականի առաջին 2 ամսում։ 2025-ին ծնված 550 երեխաներից մեկը փոքրիկ Անին է։ Ծնողները 20 տարի շարունակ ունեցել են առաջնային անպտղություն, այցելել են տարբեր կենտրոններ, անցել տարատեսակ բուժումներ, սակայն ապարդյուն։ Իմանալով անպտղության հաղթահարման պետական ծրագրի մասին, 2023 թվականին դիմել են եւ մի քանի փորձից հաջողել։ Երեխայի ծնունդը իմ կյանքում շատ բան է փոխել։ Օրս լցնում է ինքը։ Կորցրածս տարիները, որոնք որ չի ստացվել, չեմ ունեցել, ես մոռացել եմ այդ մասին։ Հիմա արդեն ապրում եմ նորովի։ Ոնց որ նոր եմ ամուսնացել, նոր եմ արդեն բալիկ ունեցել։ Անին արդեն 11 ամսական է, հանգիստ բալիկ է, ամեն բանին չի ժպտա, չի արձագանքի։ Ինքը պիտի հասկանա ինչի համար պիտի ժպտա, նոր կժպտա։ Անպտղության դեմ պայքարը հաճախ երկար ու հոգնեցուցիչ ճանապարհ է, լի անորոշությամբ ու հուսախաբությամբ, սակայն բժշկական տեխնոլոգիաները սրընթաց զարգանում են, եւ այն, ինչ տարիներ առաջ թվում էր անհասանելի, այսօր իրատեսական է նաեւ Հայաստանում։ Եվ այսպես, սիրելի հյուրեր, այսօր փորձեցինք մեր ուշադրության կենտրոնում պահել բեղմնավորման, դրա նախապատրաստական շրջանի, հղիության առողջ ընթացքին վերաբերող հարցերը եւ որպես մեր ժողովի ամփոփում ուզում եմ որպեսի դուրս բերեք այն կարևոր մտքերը, որ տանում եք այսօր ձեզ հետ այս քննարկումներից ու նաեւ կուզեիք, որ հնարավորինս շատ մարդիկ լսեին ու ականջալուր լինեին, իրենք էլ փորձեին իրենց ուշադրությունը կենտրոնացնել հենց այդ խնդիրների վրա։ Անդրանիկ, ձեզ հետ սկսենք։ Կարծում եմ, որ հղիության պլանավորման
նման դեպքում շատերը մտածում են շատ ժամանակ, որ մենք չունենք գանգատներ, չունենք որևէ խնդիրներ, ուրեմն առողջ սերմ կարա լինի եւ հետագայում երեխան խնդիր չի ունենա, բայց ամեն դեպքում ստուգումներ անցնելը շատ կարեւոր է ու նախապատրաստական էտապն էլ էլի շատ կարեւոր է թե կնոջ թե տղամարդու դեպքում։ Հավելելով Անդրեանիկի միտքը, կարծում եմ, որ ոչ միայն հետազոտություններն են կարևոր, այլ նաև հոգեբանական, ֆինանսական պատրաստվածությունը։ Նախ հոգեբանորեն մենք պետք է իմանանք, որ եթե նույնիսկ մենք պլանավորում ենք, գուցե 1 տարի շարունակ հղիություն չգրանցվի եւ դա համարվում է նորմալ, այսինքն ուսումնասիրել, շատ կարդալ, որպեսզի որևէ իրավիճակում անակնկալի չկան եւ յուրաքանչյուր բանի պատրաստ լինենք։ Հիմա հղիության շրջանում էլ ես շատ եմ կարդում, որովհետեւ ծննդաբերությունից հետո նաև լինում են շատ իրավիճակներ, որ արդեն մայրիկը գալիս է այսպես հանկարծակի, որ այսպիսի բան կարող է լինել, այսպիսի բան կարող է լինել, եւ երբ որ մարդը իրեն ոչ ոք դրա մասին չի տեղեկացրել եւ ինքն էլ չի կարդացել, մտածում է, որ ինչ-որ աննորմալ մի բանի մեջ է հայտնվել, բայց իրականում դա նորմալ ընթացող երևույթներ են։ Ամփոփելով ուղղակի բոլորին խորհուրդ եմ տալիս, որ շատ կարդան, ուսումնասիրեն, որպեսզի բոլոր process-ներին մանրամասն տեղյակ լինեն, թե իրենց ինչ է սպասվում։ Եթե տեղեկացված ես, ուրեմն ինչ որ բաներից կարող ես քեզ ապահովագրել։ Շնորհակալ եմ շատ, Էլեն։ Նախ ինձ համար պետքա կյանքի որակը բարելավել, հարմարացնել այն իրավիճակին, այն կարգավիճակին, որը դու այդ ժամանակ գտնվում ես։ Ով ոչ միայն մայրիկների համար, նաև հայրիկները պետքա խուսափեն ծխախոտից, ալկոհոլից, այդ ամեն ինչը պետքա նվազեցնել, ճիշտ է, իմ բախտը բերել է նրան, որ ամուսինս չի ծխում, ես շատ գոհ եմ, շնորհակալ եմ, բայց նաև ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, ակտիվությունը, շատերը մտածում են, որ հղիությունը հիվանդություն չի, պետք է ինչ-որ բաներ փոփոխել, հա, քո կյանքում, բայց պարտադիր չի, որ դա լինի հիվանդություն, որ ինչ-որ փոփոխություններ անես։ Իրոք ամեն ինչ ազդում է բալիկի վրա ու եթե դու նույնիսկ այդ ընթացքում չես զգում, ծնվելուց հետո ամեն մի մարոկ ասես ինչի սենց եղավ, դա միայն քո կյանքի որակից է, որ ինչ է կատարվում բալիկի հետ, ինչ է կատարվում պտղի հետ, այնպես որ մամաներ ջան մաքսիմալ հանգիստ, առանց սթրեսների, ճիշտ է, մեր օրերում դա շատ դժվար է, բայց պետք է մաքսիմալ հեռու մնանք սթրեսից։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Շատ հաճախ մենք կարծում ենք, որ մենք առողջ ենք, բայց մինչև չենք հետազոտվում, չենք կարողանում խնդիրը պարզել եւ կարծում եմ, որ մինչև հղիությունը եւ հղիության ընթացքում շատ ուշադիր եւ նաեւ հետո, որովհետեւ բարիս բուն իմաստով երեխան սնվում է քեզնով եւ քո առողջությունը նաեւ հետո հղիությունից հետո է ազգացնել տալիս, որովհետեւ շատ խնդիրներ են առաջանում, բայց ամենակարևոր մեսիջը, որ կուղարկեմ մյուս բոլորի համար եւ ընտանիքի անդամների համար եւ ընկերների համար, հիշեն, որ պիտի հղին լինի ստրեսակայուն եւ իրեն ազատեն ստրեսից եւ մաքսիմալ ամեն ինչ անեն, որպեսզի իր գործը հեշտացնեն, իրեն օգնեն եւ ոչ միայն ֆիզիկապես օգնեն, այսինքն տան գործերում, մաքրության եւ այլնի, այլ ամենակարևորը թույլ տան, որ մայրիկը կենտրոնանա իր դրական զգացումների վրա եւ վայելի իր հղիությունը, ոչ թե մտածի խնդիրների մասին։ Շնորհակալ եմ, ասվածին մի քանի միտք էլ ես հավելեմ։ Երեխան պատահաբար չի գալիս մեր կյանք։ Այդ իրադարձությանը կարելի է ու պետք է պատրաստվել։ Պլանավորումը սկսվում է առնվազն 3 ամիս առաջ, ապագա ծնողների կենսակերպից բժշկին կատարած առաջին այցից։ Իսկ բժշկի տված կանաչ լույսը երբեմն միայն ճանապարհի սկիզբն է ու պետք է զինվել համբերությամբ։ Իսկ եթե ճանապարհը ձգձգվում է, մի լռեք, մի վախեցեք օգնություն խնդրել։ Այսօր կան լուծումներ։ Թող ծնող դառնալու ձեր պատմությունը սկսվի ոչ թե անհանգստությամբ, այլ վստահությամբ։ Իսկ դա հնարավոր է, եթե ծնողները կյանքի կարևորագույն այդ փուլին մոտենում են գիտակցված ու պատասխանատվությամբ։ Սիրելի ծնողներ, շնորհակալ եմ այսօր ձեր գիտելիքն ու փորձը մեր տաղավար բերելու համար։ Իսկ մենք կհանդիպենք հաջորդ ծնողական ժողովում։ Դիտեք Առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք Առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։